Ողջույն բոլորին, սկսում ենք հերթական պրակտիկ սեսիան, առաջարկեմ բաժանորդագրվել այս ալիքին նոր պրակտիկ վիդեոները բաց չթողնելու համար։ Fund USD-ում տեսնում ենք ձևավորվող պոտենցիալ դեպի վերև, տիկային և ծավալային ինդիկատորները 5 րոպեանոց գրաֆիկում ցույց են տալիս առավել գնորդների առկայությունը, իսկ 1 րոպեանոց գրաֆիկում ևս տեսնում ենք նույն ուժեղ աճը, բացում ենք 1 րոպե դեպի վերև։ Քանի որ այս պահին Fund USD-ի համար Pocket Option-ը տալիս է շատ ցածր տոկոս, ապա գործարքը չենք բացի և կանցնենք այլ զույգի։ Երբ տեսնում ենք, որ գործակիցը փոքր է 70%-ից, ապա ավելի լավ է չբացել այն, և նույնիսկ շատ մասնավոր դեպքերում կարելի է բացել 80%-ից ցածր, այնպես որ սկզբնական շրջանում խորհուրդ կտամ բացել գործարքները միայն 80 և ավելի տոկոսների դեպքում։ Եվրոդոլարում տեսնում ենք, որ տեղի է ունեցել մակարդակի մոտեցում, շատ հավանական է, որ գինը սկսի շարժվել դեպի վերև և երբ այն տեղի ունենա 5 րոպեանոց գրաֆիկում, մենք պետք է գտնենք սկսվող նույն շարժը 1 րոպեանոց գրաֆիկում և մուտք գործենք այդ ճիշտ պահին։ Այս ստրատեգիայով կարող ենք մեծացնել հավանականությունը, որ այդ ուժեղ շարժը կապահովի, որպեսզի մենք հասցնենք 1 րոպեանոց հաջող գործարքը բացել և փակել։ Մի քանի րոպե սպասելուց հետո ունենք այն իրավիճակը, որտեղ կարելի է բացել գործարք 1 րոպե դեպի վերև։ Առաջին գործարքը փակվեց հաջողությամբ, տեղի ունեցավ այն շարունակական իմպուլսը, որը պետք է լիներ, անցնենք առաջ։ 1 րոպեանոց գրաֆիկում տեսնում ենք, որ այդպես էլ տեղի չունեցավ լիկվիդացիոն մակարդակին հասնելը և գինը սկսեց շարժվել վերև, հնարավոր է, որ այն լինի որպես խորը կորեկցիա և կրկին վերադառնա այդ մակարդակին, և հակառակը գինը կշարունակի դեպի վերև, ձգտելով հասնել վերևի լիկվիդացիոն մակարդակին։ Եթե առավել ուժեղանան գնորդների ծավալը և տիկերը, ապա կկատարենք գործարք 1 րոպե դեպի վերև։ Ահա և այդ իրավիճակը, որտեղ կարելի է բացել գործարքը։ Երկրորդ գործարքը ևս հաջողությամբ փակվեց պլյուս։ Թրեյդինգը դառնում է առանց սթրեսի, երբ ունես մշակված կոնկրետ ստրատեգիա, որը շարունակաբար պահպանում ես և ոչ մի դեպքում չես շեղվում այդ կանոններից։ Հիշեք, որ հաջողության առաջին քայլը թրեյդինգում այն է, երբ որոշում ես քո սեփական գլխով կատարել գործարք և ինքդ էլ վերցնում ես այդ պատասխանատվությունը, այլ ոչ թե քո գործարքի հաջողությունը տալիս ես ինչ-որ առաջարկված բոթերի, որոնց նպատակը ձեր բալանսի լիկվիդացիան է, քանի որ հենց այդ կորստից են իրենք ստանում իրենց տոկոսները, և տրամադրելու հիմնական նպատակը հենց դա է։ Մտածեք, ինչու պետք է անվճար կամ որևիցե գարանտիայի ձեզ տրամադրեն մի սուպերբոթ, որի հաջող գործակիցը շատ բարձր է, և միայն ու միայն տրամադրեն իրենց իսկ առաջարկվող լինքով գրանցվելու դեպքում։ Ավելի պարզ լինելու համար, եթե դուք ինքներդ ունենայիք նման գումար աշխատող բոթ, ապա դուք հենց դրանով էլ կաշխատեիք լիքը գումարներ, ապա ինչի դիմաց պետք է ծախսեք ձեր ժամանակը, որպեսզի նվիրեք նման բոթեր բոլորին։ Եթե ցանկացած բոթ չունի հստակ պատասխանատվություն, ինչ արդյունք եք ունենալու, ապա ինչպես կարելի է ուղղակի վստահել ձեր գումարները։ Թվում է, թե ամեն ինչ պարզ է, բայց ցավոք շատերը գրում են և բողոքում, որ ինչ-որ բոթերի կիրառման արդյունքում կորցրել են մեծ գումարներ։ Ամեն դեպքում ընտրությունը ձերն է, և միայն դուք եք վերջում պատասխանատու ձեր իսկ որոշումների համար։ Այս սեսիայում ունեցանք 2 հաջող գործարք, և ինչպես տեսնում ենք, գինը շարունակեց իր աճը դեպի վերև։ Այս պահին գնում է հավասար պայքար գնորդների և վաճառողների մեջ, և նման իրավիճակում բնականաբար պետք չէ գործարք բացել որևիցե կողմի վրա, քանի որ չգիտենք, թե որ կողմը կսկսի ավելի գերիշխող լինել։ Այս անգամ կբավարարվենք այս 2 հաջող գործարքներով։ Պետք է հասկանալ, որ առավել կարևոր է որակով գործարքներ բացել, հակառակ դեպքում անհաջող գործարքներ բացելը ամենահեշտն է։ Ինչպես նաև չմոռանաք բաժանորդագրվել մեր յութուբյան այս ալիքին, ինչպես նաև կարող եք միանալ մեր Telegram ալիքին ևս։ Պրոֆիտներ եմ ձեզ մաղթում, հաջողություն։